Սեպտեմբերի 27-ը ամրագրվեց մեր հիշողության մեջ, որպես ցավի, հիշողության ու կորստի օր։ Այդ գիշեր խրամատը լուռ էր, ոչ մի կրակոց, միայն հողն է շնչում, իսկ ես գրում եմ քեզ վերջին նամակը։ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին 73 հոգանոց վաշտը գնաց Հադրութ, ու վերադարձ չկար, ոչ մեկը, ոչ մի հոգի, բոլորն էլ դարձան անմահություն։ Մարտունու 3-րդ, 7-րդ վաշտ, ձեր անունները հնչում է լռության մեջ, ձեր քայլերը զրնգում են քարերի տակ, երբ աշխարհը լռում է, միայն ցավն է խոսում, երբ աշխարհը առաջ է գնում, կա մի տեղ, որտեղ ժամանակը կանգ է առել 18-20 տարեկան տղաների աչքերում, ովքեր գնացին ու չվերադարձան։ Նրանք չէին սպասում փառքի կամ պարգևների, պարզապես կռվեցին հանուն մի բանի, որը բառերով չի չափվի։ Հող, ազգ, ընտանիք, եղբայրություն։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, իսկ մենք ապրում ենք, չկարողանալով երբեք մոռանալ, թե ինչ գնով է տրվել այս խաղաղությունը։ Ապրում ենք մի աշխարհում, որտեղ լռության մեջ լսվում են մայրերի լռին արցունքները, երբեմն էլ հոր բացակա հայացքը, որ 1000 անգամ մահացավ։ Որդու հուղարկավորման օրը։ Նրանք չսովորեցին ափսոսալ, նրանք սովորել էին նվիրվել, կռվել ու պաշտպանել։ Նրանց սերն էր նրանց զենքը, ոչ թե ատելությունը, երիտասարդություն, որը դարձավ հավերժություն, 18-ը երազանքների տարիքն էր, իսկ նրանք այդ երազանքները ապրեցին պատերազմում։